արդյունքը բարոյականության գիրքը։ Okay, and Mr. Hambartumian is going to present us. He's going to present us his work, which took from him decades to put them together, and it's a book called Morality. Morality. Morality science. Առաջին գիրքն է աշխարհում։ That's the first gիրք չկա։ Ցավոք սրտի ինչքան ծիծաղելի չի, բայց այդպես է։ Շնորհակալություն եմ հայտնում նախ առաջին հերթին Դիրան Բոյաջյանին։ Thank you to Father Diran first. Որտեղ ինքը առաջինը հանդիսացավ նախաձեռնողը, որ այս գիրքը մենք ներկայացնում ենք։ Երեք ուրիշ տեր հայրերի, բայց նրանք չեն բարեհաճել անգամ ընթերցել, ինձ վերադարձրել մի շաբաթ հետո ասելով ժամանակ չունեն։ Այս մարդը գտնվեց, որ կարողացավ այսպես Thank you, Father Diran. Mr. Hambartumian gave this charge to the pages and he said they don't have time for this. And Father Diran found the time to put together and present it today to you. Շատ շնորհակալություն բոլորիդ, որ այսօր ձեր թանկագին ժամանակը տրամադրել եք։ Thanks to all of you for that you are here. Thanks for all of you that you put your time and came here today to hear this presentation. Այս ամենը ինչ որ ներկայացված այս գրքում, սա նորություն չի։ Դեռևս 2000 թվականին ես հրապարակել եմ 2 ծավալուն հոդվածներ 10 տարի սրանից առաջ։ 2 ծավալուն հոդվածներ, որոնք վերաբերվում են բարոյագիտությունը հայոց ազգի բնորոշ ցուցանիշն է։ This is not the first time Mr. Hambartumian is relating to this topic. In 2000 he published 2 articles. One is it բարոյականությունը հայոց ազգի բնորոշ ցուցանիշն է, morality is the hallmark of Armenian nation. Характеристիկ особенно сказать. Եվ երկրորդը աստվածապաշտությունը զախորտություններից խուսափելու եւ հաջողություններին հասնելու երաշխիք։ And the second article was որը նույնպես 2000 թվականին դեր այր։ Faith and religion. 10 տարի սրանից առաջ։ Դա մի օրվա գործ չի։ Faith and religion to avoid troubles and to be successful. Շնորհակալություն։ Այժմ թույլ տվեք ասել, թե ինչ է նշանակում բարոյականությունը։ Ինչ ենք մենք հասկանում այդ բարոյականության տակ։ And now Ms. Hambartumian will talk about morality. What do we mean when we say morality, when we talk about morals? Այսօր բազմիցս կարդում եւ լսում ենք, որ 21-րդ դարը կամ պետք է լինի հոգեվոր, կամ 21-րդ դարը չի լինելու երբեք, որոշ ոչանալու է։ Today we'll read and hear a lot that either 21st century will become a century of spirituality, or it's not going to happen at all, it's going to be end of the world. Դարը ընդհանրապես չի լինելու։ Բազմաթիվ տպագրված են, բազմաթիվ գրքեր կան եւ ապացույցներ կան այդ մասին։ Մենք էլ ցեզ հետ տեսնում ենք այդ ապացույցները ամեն օր։ So we hear about it and we see the proof of it every day. It happens every day. Գրքում ամփոփված են տարբեր երկրների, տարբեր կրոնի, դավանանքի, համոզմունքի եւ ուսմունքի մարդկանց անձնական օրինակի եւ կյանքի փորձի վրա հիմնված խորհուրդները նվիրված առողջությանը, անվտանգությանը, երկարակեցությանը եւ բարությանը։ Okay, in this book there are stories in different religions, different faiths, and different principles, about different people, their personal life, their advices, which relates to health, safety, morality, kindness, charity, and happiness in general. Բարոյականության դաստիարակությունը սկսվում է այն պահից, երբ մարդիկ ընդունում են հոգևոր եւ բարոյական ուսմունքի ճշմարտությունը եւ խիստ կարեւոր նշանակություն ներառում։ The education of morality starts when people accept the righteousness of spiritual and moral codex, moral principles, and they live with it. Այրեն լեզու շատ գեղեցիկ լեզու է։ Գեղեցիկ լեզու է։
աշխարհի ամենագեղեցիկ լեզուն։ Չի թարգմանում այդ բարոյականությունը ոչ մի լեզվով, միայն հայերն ունեն բարոյականություն։ Armenian language is such a beautiful language, and the word բարոյականություն is only in Armenian language it can give the real. Ոչ մի լեզվով չի թարգմանում։ You can translate it in general meaning what Armenians mean when they say Murad բարոյականություն. Բարոյականությամբ ապրել նշանակում է ապրել այնպիսի գիտակցական կյանքով, որը ես սիրով, ուրախությամբ, խաղաղությամբ, համբերությամբ, ազնվությամբ, բարությամբ, հավատարմությամբ, վեհազդությամբ եւ ազնանվերվածությամբ։ Live a moral life. It means to live a life full of love, happiness, peace, patience, honesty, kindness, faithfulness, and devotion. Բարոյագետ մարդը ատում է սուտը, սիրում է արդարություն եւ ճշմարտությունը, բարի է, սիրալի, համբերատար, համեստ ու հավատարիմ, հոգեպես ուժեղ է եւ հանդուրժող, առողջ է եւ անվտանգ։ Moral person hates lies, loves the fairness, truth, kind. The person is kind, lovely, patient, honest, and faithful. Strong, spiritually strong person, forgiving person. Այժմ ես ուզում եմ ձեզ ներկայացնել գրքի արդիականություն եւ անհրաժեշտությունը։ Իսկապես որ սա պետք է թե չէ, որտեղ որոշ մարդիկ ինչի մասին է խոսքը, բարոյականության մասին է խոսքը, եթե դուք խոսեիք փող աշխատելու մասին, բիզնեսի մասին։ Արդյոք սա արդիական է թե չէ, հատկապես մեր ժողովրդի համար։ Mr. Hambartsumyan will talk about how necessary it is to talk about this. What is the importance of this topic to talk today? If we would have talked about how to make money, maybe that is more interesting for the people. And many people will question why now we have to talk about this issue, why now we have to talk about morality. Այս գիրք շատ անհրաժեշտ է, որպեսզի մեզ համար այս շատ վտանգավոր ներկայիս իրավիճակում, հայ ժողովրդի համար շատ ներկայիս վտանգավոր իրավիճակում, ամբողջ աշխարհի հայ ժողովուրդը, քաղաքական գործիչները եւ կուսակցությունները ամենայն լրջությամբ ընդունեն այն փաստը, որ ներկայումս օրակարգում դրված է Հայաստանի լինել կամ չլինելու հարցը։ The importance of this book. Օրակարգում դրված է այդ հարցը եւ լուծում են այդ հարցը։ Մեր ճշմարտները ինչ որ ծերերով։ This book is important now because it's a very dangerous time for us, for Armenians today. And entire Armenian nation, Armenian politicians and parties seriously have to accept that today the question is it going to be Armenia or it's not?